Բարև ձեզ սիրելի բարեկամներ, այժմ առավոտի տաղավարում է նժար սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյան, շնորհակալություն Նինա։ Ես եմ շնորհակալ պարոն Աբրահամյան։ Ուզում եի ներկայացնել ձեզ որպես նախկին իրավապաշտպան, բայց իրավապաշտպանը նախկին չի լինում, չէ՞, համաձայն եք։ Չէ, բացարձակ, որովհետև ես միշտ ասել եմ, որ իրավապաշտպանը դա մտածելակերպ է, դա աշխարհայացք է, դա հոգեվիճակ է։ Դա չի լինում առավոտը 9-ից մինչև ժամ 6-ը ես իրավապաշտպան եմ, հետո կներեք, ասում եմ հեռախոսի զանգին չեմ պատասխանում, որովհետև ես իմ աշխատանքային ժամը ավարտվել է։ Դա պետք է այն մարդիկ, որ այդպես են աշխատում, բայց դա իսկապես մոտեցում է։ Եվ ես կարծում եմ, որ իրավապաշտպանությունը իմ մեջ չի ավարտվել ու չի կարող ավարտվել։ Ու այն ամեն ինչը, ինչի մասին ես խոսել եմ նախկինում, հիմա մի քիչ ավելի ոչ թե բովանդակային առումով փոխված, այլ ավելի քաղաքական, ավելի կոնստրուկտը, բովանդակությունը նույնն է, կոնստրուկտն է մի քիչ ուրիշ, այնպես որ իմ մեջ ոչ մի բան չի փոխվել, իմ մոտեցումների մեջ ոչինչ չի փոխվել։ Իսկ մարդիկ շարունակում են ձեզ դիմել, այսպես ոչ քաղաքական հարցերով։ Ինչ որ մի չինովնիկ ինձ նեղացրել է, խնդրում եմ օգնել, չէ՞։ Հա, միջև հիմա զանգահարում են, ասում են, գիտեք, մենք գիտենք, որ դուք այլևս չեք զբաղվում իրավապաշտպան գործունեությամբ, բայց այսպիսի խնդիր կա, ու մենք մտածել ենք անգամ, որ գուցե փորձենք ֆորմատ կազմակերպել մարդկանց հարցերի խնդիրների լուծման համար, որովհետև իսկապես քանակը շատ է։ Բայց զուգահեռաբար ես ինչու դադարեցրեցի իրավապաշտպան գործունեությունը, որովհետև լավ, մի հոգ հոգնեցիր 10, 100, 1000, բայց խնդիրները համակարգային են։ Ու եթե դու համակարգային մոտեցում չես ցուցաբերում, դու անընդհատ հետևանքների հետ ես պայքարում, ոչ թե պատճառների, որոնք համակարգերի բացակայությունն է, ինստիտուտների բացակայությունն է, թերի օրենսդրությունն է կամ ոչ պատշաճ այսպես չինովնիկական կազմի հետ կապված խնդիրներ են, դու պատճառներն ու հետևանքները խառնում ենք իրար։ Հետևանքների հետ անիմաստ է պայքարել, ուղղակի անիմաստ է եւ անհնարին է։ Իրավապաշտպանությունը իմ կարծիքով մասնագիտություն չի դասական իմաստով, հա, դու պետք է էմպաթիա ունենաս հատկապես հալածվողների, հատկապես ճնշվածների, հետապնդվողների նկատմամբ։ Ու այդտեղ ամենակարևորը, երբ որ դու ստիպված ես լինում, ու այդպիսի դեպքեր շատ են եղել, երբ որ դու անձնական, մեղմ ասած համակրանք չունես այդ մարդու նկատմամբ, տարբեր պատճառներով, այդ թվում օրինակ նախկին քաղաքական գործիչների, որոնց դեմ դու իրանց կառավարման տարիներին պայքարել ես, իրենց գործողությունների դեմ, ու հանկարծ իրանց նկատմամբ հալածանքներ է լինում, դու ներքին հակասություն ունես, որովհետև դու իսկապես հասկանում ես, որ այս մարդիկ, մեղմ ասած լավագույն կերպարները չեն, բայց միևնույն ժամանակ գիտակցում ես, որ դու չես կարող չարձագանքել նրանց նկատմամբ հետապնդումների ու ճնշումների, ու դա որևէ կերպ քեզ չի կապում այդ մարդկանց հետ, փոխկապակցված չի դարձնում։ Դա ուղղակի քո, ինչ ասում, քո ստատուսին համարժեք, քո այդ նիշան, որ դու զբաղեցնում ես որպես քաղաքասարակություն, որպես իրավապաշտպան, քո պարտավորությունն արձագանքել այդտեղ։ Եվ որովհետև մի ուրիշ խնդիր էլ կա, եթե դու չես արձագանքում այս դեպքին, հաջորդ դեպքերը շատ ավելի ծանր են լինում։ Ու ես սա էի փորձում իմ գործընկերներին քաղաքասարակության ներսում բացատրել, որ կապ չունի, որ ճնշումները կամ ոստիկանական բռնությունները, օրինակ, նախկինների նկատմամբ են արվում։ Կապ չունի, որ իրանք են արել, բացարձակ կապ չունի։ Եթե մենք այս պահին չկանգնեցնենք, չդադարեցնենք այս process-ը, սա շատ ավելի ծանր հետևանքներ ունի։ Եվ մենք դրան բախվեցինք։ Ամենավառ օրինակը երևի անունների արկեր չեմ տա, բայց եկել էին բանակցելու, խոսելու, համոզելու, այսպես ասած, որ կլինի դու չխոսաս, երբ Ֆրանսիայի հրապարակում ցույց էին անում, ես ոչ գաղափարապես էի կիսում այդ մարդկանց տեսակետը, ոչ այդ մարդկանց տենց մեծ սեր ու համակրանք ու հարգանք ունի այդ մարդկանց նկատմամբ, ավելին իմ երեխաները սովորում էին Բաղրամյանի վրայի Չեխովի դպրոցում, իմ օֆիսը Մոսկովյանի վրա էր, այսինքն իմ ամբողջ կյանքը դառնում էր դժոխք, գնալ աշխատանքի, գնալ տուն, երեխաներին տանել։ Ու եկել էին ինձ համոզել, ասում ես դու ես այդքան խնդրեմ ունեմ։ Արի մի խոսամ, մենք փորձենք ուժային ձևով այս ցույցը բան անենք, հա։ Ասում ես դուք չեք կարա դա անեք, ու ես հաստատ դրա դեմ խոսելու եմ, ու ես դատապարտելու եմ, ու այս խնդիրներ եմ ձեզ համար առաջացնելու, որտեղ ինձ համար կապ չունի ով է խաղաղ ցույց անում։ Քանի դեռ ցույցը խաղաղ է, դուք պարտավոր եք ապահովել, անկախ նրանից ինչ դուր է գալի, դա թե չէ։ Բայց մեծ թվով մարդիկ իրականում իրենց, այսպես ասած, համաձայնությունը տվել էին այդ process-ը, այդ թվում նաև ուժային տարբերակով, անթույլատրելի տարբերակով ճնշելու քաղաքասարակության մեր սիրելի ներկայացուցիչները։ Հետաքրքիր թեմա է, անպայման կշարունակենք, բայց մինչ այդ ես ուզում եի հարցնել, դուք նկատում եք, կարծում եք, որ վերջին ամիսներին մարդու իրավունքների խախտումները եւ քաղաքական հետապնդումները սաստկացել են, եւ ինչով եք դա բացատրում, արդյոք ընտրություններով։ Ավելին ես կանխատեսում եմ, որ պիտի սաստկանան, որովհետև այլընտրանք Նիկոլ Փաշինյանը չունի եւ այո մենք գնում ենք ավելի մենք հասել ենք արդեն դիկտատորական ռեժիմի ինչքան էլ
մարդիկ ուզենան հերքել ու չընդունել այս process-ը, բայց մենք արդեն ապրում ենք դիկտատորական ռեժիմում, որովհետև եթե սահմանադրությունը այս աստիճան արհամարվում է, եթե ներքին հետապնդումները դարձրել են հասել են մի իրավիճակի, որտեղ եկեղեցականներին կամ քաղաքական ապոնենտներին բառացիորեն ոչ մի բանի դիմաց կալանավորում են եւ քրեական գործեր են հարուցում, դա կներեք արդեն քննարկելու թեմա էլ էստեղ չկա, հա։ Բնականաբար սաստկացել են եւ ավելի են սաստկանալու։ Ես սա որպես ոչ թե վախեցնելու համար եմ ասում, այլ ուղղակի մարդիկ պիտի տրամադրվեն։ Սա շատ լուրջ մարդ է լինելու։ Ես ասում եմ մեր սերնդի համար սա վերջի ռուսերեն բառը օգտագործելու կներեք, ասում եմ վերջի բոյն է լինելու։ Մենք պիտի պայքարը տանք քաղաքական իմաստով բնականաբար, հիմա ածան շատ չոգեշնչվի։ Սա մեր որովհետև այնպես չի որ Հայաստանը կավարտվի այս ընտրություններից հետո կամ հայությունը կվերանա, այդպես չի լինելու։ Իհարկե կլինի, հարցն անում թե ինչ որակի պետություն ենք ունենալու, ինչ հասարակություն ենք ստեղծելու։ Այդ բոյի մասին է։ Մեր սերունդը, որը բավականին լուրջ ճնշումներով անցել, տարբեր տեսակի իրադարձությունների, բռնությունների հետապնդումներով անցել, մենք ուղղակի պարտավոր ենք մեր անցած ճանապարհը կապիտալիզացնել ու այնպիսի հիմքեր ստեղծել հաջորդ սերնդի համար, որի վրա հենվելով այս մարդիկ այս նույն երիտասարդությունը մեր կկարողանա ավելի նորմալ իրավական, ոչ թե իրական Հայաստան կստեղծել, իրավական Հայաստան կստեղծեն, որովհետև Նիկոլ Փաշինյանի պատկերացած իրական Հայաստանը դա երբ որ ինքը այսպես մատով sense պատվերներ է տալի կամ ստատուսներ է գրում, ու ոստիկանությունը ջանասիրաբար կամ դատախազությունը կամ դատարանը հստակ պատվիրված գործողություններ է իրականացնում։ Ասում են նախկինում հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, մենք չենք զանգահարում, ինչ որ բան չենք պատվիրում։ Իհարկե չեք զանգահարում։ Դուք էսը բան եք գրում, ստատուս եք գրում, պարոն Փաշինյան։ Դուք ստատուս եք գրում հստակ ժամկետներով, գործողությունների ակնկալվող գործողությունների տեսակներով, իսկ ով է այստեղ մահապարտի դերով պիտի ստանձնի քննիչներից, դատախազներից, դատավորներից, որ ձեր հրամանները չկատարի, որովհետև դրա հետևանքը լինելու է ԱԱԾ-ի հերթական այցելությունը, ոնց հասկանում եմ, падգամավորներն էլ ԿՊԱ-կան ասում են բաներով, պապկաներով բերելու են իրանց դեմ կամպրամատներ, իսկ եթե կա մարդ, կարելի է ենթադրել, որ ինչ որ մի բան կարելի է հորինել, առնվազն հորինել։ Դուք ասացիք, որ սաստկանալու է պատճառը, կրկնեմ հարցս, ընտրություններն են, պատճառը այն է, որ իշխանություն են ուզում պահեն, հա։ Այո։ Նիկոլ Փաշինյանի համար սա իսկապես ճակատագրական, որքան որ մեզ համար է ճակատագրական պայքար փուլ անցնում, Նիկոլ Փաշինյանի համար հազարապատիկ ավելի ծանր է, որովհետև եթե մեր պայքարը, այսինքն մեր պայքարի տարբերությունը հետևյալի մեջ է, մենք ուզում ենք ունենալ առողջ պետականություն, ժողովրդավար համակարգ, իրավական Հայաստան, Նիկոլ Փաշինյանը պետք է վերարտադրվել։ Իր անձը պիտի կարող է պաշտպանված լինել բացառապես միայն իր այդ պաշտոնում նստած լինելու պայմաններով։ Երբ որ ինքը շրջապատված է լինելու ոստիկանություն, անհաշվելի թվով ոստիկաններով, երբ որ ԱԱԾ-ն ոչ թե պետության դեմ աշխատող մարդկանց վերաբերյալ ինֆորմացիա հավաքելու, այլ անհամաձայնների վերաբերյալ հավաքել։ Այդ պայմաններում միայն կարա Նիկոլ Փաշինյանը պաշտպանված լինի, երաշխավորված պաշտպանված լինի։ Բայց ես վատ լուր ունեմ, այնպես չի որ ներսում համակարգեր ամբողջությամբ հաշտեն են ամեն ինչի հետ ինչ իրականացվում է։ Սա այն բացառիկ դեպքերից է, երբ համակարգը, այսինքն ուսադիր կրողները բոլոր ժամանակներում օրվա իշխանություններին սատարել են եւ շատ-շատեր երբ որ գնահատում են, հիմա ասում են ինչ ակնկալիքներ, ինչ գնահատականներ են տալ, ասում են դե չէ, ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն միշտ եղել է օրվա իշխանության կողքին, բայց որևէ օրվա իշխանություն այսչափ անձնական նվաստացման չի ենթարկել հանրայնորեն բոլորին եւ միասնական առանձին եւ բոլորին միասին։ Այսպիսի բան իսկապես չի եղել։ Մարդկանց արժանապատվությունը խոցվում է։ Երբ որ դու խոսում ես, երբ որ դու հարձակում ես իրականացնում հայ առաքելական եկեղեցու վրա, որի հետևորդներն են ճնշող մեծամասնությունը Հայաստանում ապրողների ճնշող մեծամասնությունը, դու խոցում ես յուրաքանչյուրին։ Երբ դու ստիպում ես ոստիկանին, որը այդ եկեղեցում մկրտվել է, ամուսնությունն է իրականացրել, այդ process-ով անցել է, երեխաներին է մկրտել, հոգեհանգստին է իր հարազատների համար հրավիրել հոգեորակ, դու իրան էլ ես ստիպում մասնակից դառնալ, ասելա թե հանցակից դառնալ այդ process-ների, այդ մարդը չի կարող վիրավորանք չզգալ։ Եվ վերջապես Արցախի հարցը էլի բազմաթիվ հարցեր կան, որտեղ մարդիկ իսկապես հաշտ չեն։ Ինչ եք դուք առաջարկում, երբ որ նման բաներ եմ խոսում, տակը գրում են, ինչ եք դուք առաջարկում։ Այսինքն մարդուն բռնում ենք, հա, բռնում են, ես եւ դուք ասում ենք, որ նրան բռնել են քաղաքական պատճառներով։ Իշխանությունը ասում է, չէ, քաղաքական պատճառներով, ինչպես միշտ, հա, ինչպես նաեւ սովետի ժամանակ, հա, ասում է, չէ, քաղաքական պատճառներ չկան, պարզապես քրեական հանցագործ է։
Հասարակության կեսը հավատում է մեզ, կեսը հավատում է իշխանություններին։ Այս մարդը նստած մնում է, այսպես ասած։ Միակ տարբերակը իսկապես փոփոխությունների գնալու։ Ես ցավում եմ, բայց մարդիկ, ովքեր հայտնվել են քրեակատարողական հիմնարկներում կամ իրանց վրա քրեական գործեր կան հարուցված, այդ մարդիկ շարունակելու են ենթարկվել այդ հետապնդումների, այդ դժվարություններով անցնելու են, քանի դեռ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ձեռքում է։ Քանի դեռ չեն եկել իշխանության այն մարդիկ, որոնք ոչ թե բանտարկյալների հետ համախոհ են, այլ իսկապես իրավական պետության կողմնակիցներ են, իսկապես օրենքի գերակայության կողմնակիցներ են։ Ես հասկանում եմ, որ սրանք այս խոսքերը, որ ես ասում եմ, որ քանի դեռ մենք չունենք իշխանություն, որը արժե համակարգի կրող չի, շատերի համար ինչ որ վերացական բան է թվում, հա ինչ կարևոր է այս նեղ պահին սոցիալական խնդիրները ստեղից անվտանգությունը, դու ասում ես արժեքների մասին ես խոսում, բայց իսկապես արժեքները այն աստիճանի են խարխրվել ու այն աստիճանի են ինչ ասեմ, կազմաքանդվել ու փոխարինվել մի իրական արժեքը փոխարինվել է անիրական կամ ոչ արժեքով է փոխարինվել, որ հիմա մարդկանց մոտ էլ հասարակության ներսում էլ սկսում է ինչ որ բան սխալ աշխատել, որովհետև մարդիկ չեն նայում, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունները կարևոր հիմնարար օրենքի խախտում է, սահմանադրության խախտում է, ժողովուրդ, կապ չունի դուք սիրում եք կաթողիկոսին, թե չեք սիրում, կապ չունի դուք սիրում եք ինչ որ հոգևորականների, թե չեք սիրում, ավելին կարևոր չի դուք ես եկեղեցու հետևորդներ եք, աթեիստ եք, ագնոստիկ եք կամ այլ կրոնական կազմակերպության ներկայացուցիչ չեք, սահմանադրությունն է խախտվում, ու եթե դու սա չեք ուզում, դուք չեք ուզում սա տեսնել, սա նշանակում է, որ սրա արգասիքները նաև ձեր վրա են հետո անդրադառնալու, եթե այս process-ը չկանգնեցվեց։ Լավագույն տարբերակը ընտրությունների ժամանակ ճիշտ ընտրություն կատարելն է։ Մարդիկ պիտի շատ հստակ ընտրություն կլինի, միջև ընտրությունները ինչ որ գործընթացներ կլինեն, շատ հստակ դիրքորոշում հայտնելն է, պետք չի վախենալ։ Ինչքան դուք վախեցաք, այնքան Նիկոլ Փաշինյանի ուժը ավելանալու է։ Նիկոլ Փաշինյանի ուժը ավելանում է մարդկային վախերից, որը ինքը շատ պրոֆեսիոնալ ձևով կարողանում է հեռարձակել, տարածել, առանձին դեպքերով գործնականում process-ներ ինչ որ իրականացնել։ Այս դեպքում մենք չենք կարող հիմա հույս դնել քաղաքացիության վրա։ Բայ, քաղաքացիությունը վերջացել է, պարոն Աբրամյան, չկա, վերջ։ Ինչու է վերջացել։ Դրա հետ պետքա հաշտվել, այդ մտքի։ Երբ որ ինչ որ բան ավարտվում է կամ փչանում է, դրա հետ պետքա հաշտվել, ասել ժողովուրդ, լավ, այս բլոկը չունենք։ Հիմա մտածենք հողի վրա ինչ ուրիշ ելակետային տվյալներ ունենք, ինչ հիմքեր ունենք, որի վրա հենվելով կարող ենք շարունակել այս process-ը։ Ինչու է վերջացել։ Արդյոք դա պայմանավորվում է նրանով, որ Եվրամիությունը սատարում է Փաշինյանի, իսկ գրանտերը հիմնականում գալիս են Եվրամիությունից, թե նրանք մոռ ունեն նախկինների վրա, իսկ ընդդիմության մի մասը նախկիններ են եւ նրանք չեն ուզում, այսպես ասած, նրանց պաշտպանել։ Եթե ինչ որ մարդիկ կան, ովքեր առաջնորդվում են մուրով, հա այդ քենախնդրությամբ, այդ նշանակում այդ մարդիկ 0 գիտակցություն ունեն, 0 Այսինքն այդ մարդիկ չեն էլ կարող քաղաքասարակության, որպես քաղաքասարակություն հանդես գալ, որովհետև քենախնդրությամբ չի կարելի առաջնորդվել, երբ որ պետությունը կորցնելու վտանգ կա։ Իսկ այդ մարդիկ նաև այդ պետությունը պահելու, քաղաքասարակությունը պետության գոյատևման կարևորագույն էլեմենտներից մեկն է, այդ օղակներից մեկն է։ Մի մասը ժամանակին պաշտոններ ստացան, գնացին ու մոռացան, որ իրանք քաղաքասարակությունից են կամ իրավապաշտպան ոլորտներից են, այն ինչ որ մանդատ ստացան, մանդատ ստացան եւ մանդատի արդյունքում նաև բենեֆիտներ ստացան, աշխատավարձ ստացան, պրեմիաներ ստացան, վարկերով կամ ոչ առանց վարկերի տներ, մեքենաներ, դաչաներ, այն ինչի երբեք չէին ունեցել, հանկարծ դրան այդ վայելքներին պետության հաշվին վոյաժներ անելու հնարավորություններ ստացան, այսինքն չեղած պատից կախ տեսած վիճակը այդ մեկ։ Մյուս կատեգորիան քաղաքասարակության, որ մնացին ներսում, տևական ժամանակ եւ միջև հիմա էլ շատ-շատերը ասում են դե այսինչ մարդիկ մեր ընկերներն են, այսինքն իրանք ընկերությունը, անձնական, անհատական հարաբերությունները ավելի բարձր դասեցին, քան պետական շահը, ես իսկապես չեմ հասկանում, որտեղ ես էլ ունեմ այնտեղ ընկերներ ու ես Եթե իրանք խնդիրներ ունենան անձնական բնույթի հիվանդանան, չգիտեմ, քրեակատարողական հիմնարկում հայտնվեն, ես անպայման այդ հետամուտ կլինեմ այդ հարցում, բայց պետականաքանդ գործնեությանը սատարել ու լռել ու չխոսել, որտեղ շատ դեպքերում չխոսելն է նաև սատարում նշանակում։ Այս դեպքում այդ լռությունը հենց դավաճանության գործողության շարունակությունն է, որովհետև երբ որ հասարակությունը նայում է, ասում է, տեսեք, կային, օրինակ 10 հանրային գործիչ կար, այս 10-ը նախկինում սենց շատ ակտիվ խոսում էին կամ գործում էին եւ մենք տեսել ենք ինչպես են իրենք պայքարել, այսինքն այս մարդիկ վստահություն են այս 10 հոգին ձեռք բերել հանրության կողմից։ Հիմա մի
4-5 հոգին գնացել են իշխանության հետ են բանանում, մնացածը չեն խոսում։ Ու հանրության մոտ տպավորություն է, եթե մի մասը դարել է բառացիորեն ռոպագանդիստ օրվա իշխանությունների եւ սատարում է, մնացածն են լռում են, դա նշանակում է, որ բոլոր այս ամբողջ թիմը, աստորեն քաղաքասարակությունը իրանք հաշտ են եւ ընդունելի է։ Եվ քանի որ ունեն վստահություն, մարդիկ մտածում են, դե երևի մի բան գիտեն, մի բան, որը մենք չգիտենք, որպես հասարակություն։ Այդ մի մասը դարավ ռոպագանդիստ, բառացիորեն վճարովի ծառայություններ մատուցող ռոպագանդիստներ դառան, որովհետև եթե նայեք թե ինչ այսպես հանձնաժողովներում են ներգրաված, անհասկանալի process-ներում են ներգրաված, դրա համար պետական բյուջետից վարձատրություն են ստանում եւ այլն եւ այլն։ Մի մասը վախենում է կորցնել պրոյեկտները, այսինքն դոնորների բարեհաճ մոտեցումը, որովհետև դոնորների ճնշող մեծամասնությունը այսպես է ասում, եթե դու ունես պրոյեկտ եւ դա, ասենք, օրենքի տեսքով պիտի փոփոխություն բերի կամ ինչ որ բան բերի, դու պիտի համագործակցես իշխանությունների հետ։ Եվ եթե դու վատ հարաբերությունների մեջ ես իշխանությունների հետ, իսկ իշխանության ներսում գտնվող նախկին քաղաքասարակության ներկայացուցիչներն էլ գիտեն դրա մասին եւ ասում են այ եւ դրա մասին դեպ հայտարարեցին մի քանի կազմակերպություններ, իրանք ասացին, որ քանի որ մենք ընդդիմադիր հայացքներով ենք եղել եւ ընդդիմադիր դաշտում ենք հանդես եկել նաեւ մեր հետ ասել են չհամագործակցեք իշխանությունից հրահանգ ա եղել բանավոր չհամագործակցել արդյունքում իրանց պրոյեկտները տապալվել են հիմա մարդիկ ովքեր ուզում են պրոյեկտներ ունենալ դոնորների հետ աշխատել իրանք ուղղակի լռում են եւ կա մի շատ փոքր մաս որոնք ոչ հաշտ են ոչ համաձայն են բայց խուսափում են այդ բոտերի հարցակումներից իշխանության կողմից թիրախավորվելուց ինտերվյուների տակ այդ հայյանքների անսահման գրվածելուց ասում Սպասեք կլինի մեր ձեր ինտերվյուի տակ կլինի։ Բա ես բացարձակ դրանից չեմ անհանգստանում։ Իդեպ ասեմ ես կարդում եմ, եթե մարդիկ հետաքրքրված են, այո ես կարդում եմ, միշտ չի որ կարողանում եմ արձագանքել, որտեվ քանակը շատ է լինում, բայց ես փնտրում եմ ինչի եմ կարդում, որովհետև ես ուզում հասկանալ ինչն եմ կարողացել բացատրել, ինչը ոչ, բայց հատուկենտ մարդիկ են, որ ըստ էության քննադատություն են գրում կամ նահամանձայնություն են գրում։ Մնացածը, կամ սրտիկներ է, որի համար շատ շնորհակալություն։ Մի մասն էլ դե ասում աննկարագրելի հայյանքը, որը ոչ թե ինձ է վարկաբեկում, այլ գրողներին եւ նրանց ում իրենք սատարում են հայյանք գրողը ում որ սատարում է Ժորժ ջան մտածեք որ դուք իրանց եք վարկաբեկում ոչ թե ինձ Քաղաքական ուժերի մասին ես շատ կուզեի որ անդիմադիր քաղաքական դաշտը քաղբանտարկյալների ոչ թե բոլոր հարցերում այլ քաղբանտարկյալների առումով լինի միասնական այսինքն չասեն սրանք ՀՀԿ-ական քաղբանտարկյալներ են սրանք դաշնակցական սրանք էլ հոգևորականներ են մեկ մենակ մերոնց ենք պաշտպանում այդպես չլինի Այդպես չլինելու համար կա շատ մի հատ կարևոր հարց որպես մարդ, որը երկար տարիներ այդ process-ներով անցել է, շատ կարևոր է գնահատական տալուց առաջ, այսինքն ցանկացած իրավիճակում չի, որ դու կարող ես ասել, որ այս մարդը քաղբանտարկյալ է, անգամ եթե ինքը քաղաքականության կարկառուն դեմքերից է, միևնույնն է ինքը կարող է քաղբանտարկյալ չլինել։ Որոշակի սանդղակներ կան։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր ամեն մի գործ լինի մի խումբ, թիմ, որին կվստահենք, որտեղ ներկա կլինեն ներկայացուցիչներ, տարբեր տեսակետներ ունեցող ներկայացուցիչներ եւ այս մարդիկ կտան ոնց որ բան, հա, տեղեկանքներ այդ խախտումների հետ կապված, ինչ որ խնդիրների հետ կապված, որովհետեւ ես օրինակ դժվարանում եմ շատ մարդկանց անուններ տեղավորել քաղբանտարկյալների հետ, ոչ թե որովհետեւ անձնական խնդիր ունեմ այդ մարդկանց կամ չեմ սիրում, որովհետեւ ես ծանոթ չեմ գործին, ընթացքին, process-ին ու դա բավականին մեծ փորձագետներ պիտի լինեն, որոնց մենք պիտի վստահենք, անկախ փորձագետներ պիտի լինեն, իսկապես ոչ մեկական փորձագետներ պիտի լինեն, բայց դա բավականին ժամանակատար է։ Ես գիտեմ, որ կան փաստաբաններ, որոնք այդ տեղեկանքները կազմում են, տղաները աշխատում են դրա վրա, բայց իրենք էլ միևնույնն է, ինչ որ իմաստով ընկալվում են որպես նախկինների փաստաբաններ, դրա արդյունքում խնդիր է առաջանում, դե այս իշխանությունն էլ գիտեք, այտենց դրոշակը վերցրել են նախկինների դեմ պայքարը սև ու սպիտակը, բոլոր ովքեր ԿՊ-ական չեն կամ ԿՊ-ի Նիկոլ Փաշինյանի մտքերն ու գաղափարները չեն կիսում, ոնց են ասում, ռուսաստրուկներ են, հա, այս բոլորը, անգամ այն պիտակները փորձում են կպցնել այն մարդկանց վրա, ովքեր իրենց ամբողջ կյանքում ոչ թե արևմտամետ են եղել, այլ այդ արժեքներ, արևմտյան արժեքներ կրողներն են եղել, անգամ իրանց են կարողանում այդ պիտակները փորձել կպցնել, չգիտեմ ինչքանով է ստացվում, բայց բոլոր ընդդիմադիրները չեն կարող միավորվել եւ դա կեղծ օրակարգ է, չէ, եւ դրա մասին չարժի էլ խոսել, երբեմն ասում են ինչու՞ չեք միավորվում, որ հաղթեք, հնարավոր չի հաղթել, բայց հնարավոր է ստեղծել պայմանականորեն ասած ինչ որ կլոր սեղան, որտեղ կմտնեն բոլորը, սկսած Սասնա ծռերից
վերջացրած ասենք հակով, հա, բոլորը կմտնեն եւ ինչ որ հայտարարություններ անեն քաղբանտարկյալների մասին կամ եկեղեցու մասին այն հարցերում, որոնցում նրանք համաձայն են։ Դա դրական լիցք չի հաղորդի հասարակությանը։ Արդեն իսկ կան գործում են Պարույր Հայրիկյանը որպես ամենահին գործիչներից մեկը որպես սիմվոլ կազմակերպում է ու անգամ եթե ինչ որ հարցերում անհամաձայնություն են կրում միևնույնն է շատ-շատերը այդ ձեր չի ասի որ այդ այնց շատ մեծ սպեկտրով ընդեղ ներկա են գտնվում բայց բազմաթիվ հարցերի շուրջ մենք գալիս ենք համաձայնության եւ եթե չեմ սխալվում մոտակա օրերին էլի կա երկու կլոր սեղան կա որոնց մենք մասնակցելու ենք մենք մի քանի կլոր սեղանի չենք մասնակցել բայց ինչու չենք մասնակցել, որովհետև մենք ամեն անգամ ասում ենք, եթե մենք գնալու ենք Նիկոլ Փաշինյանին արձագանքելու, իր հետքերով ենք գնալու, մենք խաղալու ենք իր խաղը եւ իր դաշտում մենք պարտված ենք 100%-ով, որովհետև իր չափ ցած ոչ մեկ չի կարող իջնել, անգամ հավաքական բոլորս միասին, որ շատ ուզենանք էլ այդքան ներքև չեն կարող իջնել։ Հետևաբար, եթե մենք պիտի առաջարկենք մեր ընդդիմությունը պիտի կարողանա առաջարկել իր օրակարգերը։ Ես հասկանում եմ, որ ծռերից միջև հակ եւ այդ մնացած ամբողջ սպեկտրալությամբ դժվար ունենա շատ մեծ թվով թեմաներ, որի շուրջ կարող են համագործակցել, բայց իսկապես կան հարցեր, որտեղ մենք կարող ենք լինել առաջամարտիկ։ Մենք որպես նժար սահմանադրական շարժում կազմակերպել ենք օրինակ ՀՄԵԿ-ի հետ կապված լսումները եւ իսկապես ներկա են մարդիկ, ովքեր այլ պարագայում գուցե իրար հետ նույն սեղանի շուրջ չնստեին, որովհետեւ դա իսկապես խնդիր է։ Ընտրություններին ընդառաջ ՀՄԵԿ-ի բառացիորեն ռոպագանդիստական ես կասեի Գեբելսյան այդ ռոպագանդան եւ այդ գործիքը կարևորագույն գործիքը հանրային գումարներ, որտեվ ամեն անգամ ասում են, բանը Քոչարյանենք ունեն TV, Նիկոլ ունի TV, բանը Ժորժյան դրանք մասնավոր TV-ներ են։ Խոսքը հանրային փողերով, ասելա թե մեր բոլորի հարկերով վճարված հանրային TV-ն դարել է մի մարդու այսպես ռոպագանդան իրականացնող գործիք, այդպես չի կարող լինել, դա նորմալ չի, դա ճիշտ չի, հատկապես ընտրություններին ընդառաջ։ Էլի հարցեր կան, օրինակ եկեղեցու դեմ հարցակումների հետ կապված հակներ կազմակերպել Լևոն Զուրաբյան եւ մենք էլ ենք մասնակցել մեծ սիրով բնականաբար, որովհետեւ եւ կային այնտեղի դեպի իրավապաշտպաններից այն հատուկենտ մարդիկ, ովքեր մնացել էին տարբեր կուսակցություններ, որոնք այլ պարագայում մի սեղանի շուրջ հաստատ չէին նստի, բայց մարդիկ, ովքեր իսկապես գիտակցում են, որ սա լրջագույն խնդիր է եւ սա ինքնության խնդիր է, սա եւ պետականության խնդիր է եւ ինքնության խնդիր է եւ սա պետքա այս անկումը պետքա կասեցնել ուղղակի ինչ որ։ Դուք հանդիպել եք, լսել եք այս դեպքերի, որ որևէ քաղաքական գործիչ ասի, ես Նինայի կողքը չեմ նստի երբեք։ Չէ, տենց բան դեռ չեմ լսել, բայց ավելին ասեմ, մարդիկ ում ես գուցե չէի նստի։ Ես ներողություն եմ խնդրում բոլորից, բայց զուտ քաղաքական իմաստով, հա, այդ հակասությունների իմաստով, ես ինքս հասկացել եմ, որ չի կարելի անձնական նեղացվածությունը կամ անձնական ամբիցիաները դրել ավելի բարձր, քան այսօրվա պետական շահը։ Դա իսկապես շատ կարևոր է։ Ու յուրաքանչյուր մարդ պետք է իրան հաշիվ տա։ Եթե դու մտնում ես քաղաքականության, դու այս դժվարին պահին, որտեղ սա հերթական ընտրություն չի, սա իսկապես հերթական ընտրություն չի։ Ու եթե այս պահին դու որոշում ես կայացրել քեզ վրա, պատասխանատվություն ես վերցրել քեզ վրա, մտնել քաղաքականության մեջ, քո անձնական ամբիցիան պիտի 0 լինի, ուղղակի 0։ Այստեղ պետք է լինի շատ չոր պրագմատիկ հաշվարկ։ Որովհետև պետությունը այս անկումը կասեցնելու միակ տարբերակ կա։ Դա առողջ ողջամիտ adekvat մարդիկ, ովքեր ում համար պետությունը շատ ավելի կարևորական մնացած ամեն ինչը, ուղղակի պիտի իրար կողք կողքի կանգնեն, ինչ որ պահի ինչ որ ժամանակ իրար հանդուրժեն, իրանք Նինային հանդուրժեն, ես իրանց հանդուրժեմ, ու մենք իսկապես լուծենք խնդիրը, որից հետո Աստված սիրեք գնացեք քաղաքական նախասիրությունները, ձեր այդ բոլոր process-ները իրականացրեք։ Մենք իդեպ առաջարկել ենք մորատորի հայտարարել նեղ կուսակցական կամ աշխարհաքաղաքական նախասիրությունների հարցում, որովհետև հիմա դրա ժամանակը չի, իսկապես դրա ժամանակը չի։ Մենք առաջարկել ենք եկեք հավաքվենք, կարևորագույն հարցերը լուծենք, հետո հաջորդ ընտրություններին ով վաստակեց ժողովրդի, որ ինչամետը հաղթի եւ վաստակի ժողովրդի վստահությունն ու ձայնը, գնացեք այդ process-ը իրականացրեք, խնդիր չկա։ Կարևորը հիմքերը ճիշտ դրվեն։ Եկեղեցու վրա հարձակումը ասացիք, որ դա սահմանադրության իվերջո խնդիր է, որովհետև վարչապետը իրավունք չունի որոշելու թե ով կլինի կաթողիկոսը, թե ինչպիսին պետք է լինի պատարագը, ինչ դրոշները պետք կախել, ինչ երաժշտություն հնչեցնել եւ այլն եւ այլն։ Սահմանադրության հարցը, արդյոք դուք
ենթադրում եք, որ նոր համառության մեջ, որը պետք է ընդունվի այսպես թե այնպես, եկեղեցու հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերի մասին դրույթը պետք է հանվի։ Գիտեք, այս վերջի զարգացումների ընդհանրապես ես կողմնակից եմ եղել միշտ, որ յուրաքանչյուր կրոնական կազմակերպություն հնարավորություն ունենա գոյատևելու, մարդիկ իրավունք ունենան ընտրելու, ես մինչև հիմա այդ տեսակետին եմ, մարդիկ հնարավորություն պետք ունենան ընտրելու, բայց այս վերջի հարցակում ու գուցե կողմ կլինեի ինչ որ ժամանակ առաջ, որ հանվեր հավասար պայմաններ ստեղծելու համար, բայց քանի որ հայ առաքելական եկեղեցու վրա այսչափ հարցակում է տեղի ունենում եւ դա ակնհայտորեն արվում է այդ թվում նաև դրսի, եթե չասեմ աջակցության, առնվազն գոնե լռության պայմաններում, ասելա թե լռություն այս դեպքում համաձայնություն կարելի է անցնել, հետեւաբար կարծում եմ, որ մենք գուցե եւ չենք գնահատե հայ առաքելական եկեղեցու կարեւորությունը, դերակատարումը, դրսից դա շատ ավելի շատ են կարեւորել, որովհետեւ չի կարող Ադրբեջանի կողմից ուղիղ պահանջներ հնչեն, որովհետև իրենք շատ լավ են գնահատում եկեղեցու ցանցային լինելը, ամբողջ աշխարհի հայությանը կապող հիմնական օղակը լինելը, իրենք շատ լավ են գնահատում։ Սփյուռքի հետ հարաբերությունների կարգավորման տեսակետից բազմաթիվ հարցեր կարող են լուծվել, եթե ուղիղ օրվա իշխանությունը չի կարողանում լուծել ինչ-որ հարցեր, որովհետև ճիշտ չի օրվա իշխանության բարձրաձայնել ինչ-որ հարցերի, դա կարող է անել եկեղեցին, դա կարող է անել Սփյուռքը, դա կարող են անել քաղաքասարակության տարբեր կազմակերպություններ։ Եվ այս ուժը զգում են Ադրբեջանում են զգում, Թուրքիայում են զգում, շատ ուրիշ տեղերում են զգում, բոլոր տեղերում զգում են բացի Հայաստանից։ Հետևաբար այս իրավիճակում ես կարծում եմ, որ դա իմ անձնական կարծիքն է, ես կարծում եմ, որ պիտի մնա։ Կարգավիճակը պիտի մնա, որովհետև սա այն բացառիկ հնարավորություններից է, որտեղ մենք պիտի մեր հետագայում բազմաթիվ խնդիրներ, որոնք մեր առաջ արդեն ծառացել են եւ դեռ լինելու են, մենք կարող ենք լուծել միայն միասնական համատեղ գործողություններով, խիստ պլանավորված, աշխատանքները բաժանված, այս սեգմենտների ով ինչ գործողություն կարա իրականացնի եւ պիտի օգտագործել ցանկացած ռեսուրս հայկականությունը, հայությունը, հայպետականությունը պահելու համար, ցանկացած ռեսուրս պետք է օգտագործվի։ Ձեր շարժումը կոչվում է սահմանադրական շարժում։ Հետևաբար դուք բացառիկ նշանակություն եք տալիս սահմանադրությանը, այդպես։ Ավելին, մենք հատուկ որևէ կերպ չենք փորձում կուսակցություն գրանցել, որովհետև մեր առաջարկները իրանք կուսակցական չեն, իրանք իսկապես վերկուսակցական են։ Մեզանից ոչ թե վատ է լինել կուսակցական, շատ լավ է լինել կուսակցական, եթե կուսակցությունը իսկապես պետության շահերն է ներկայացնում, տարբեր խմբերի շահեր է ներկայացնում, դա շատ նորմալ է, բայց մենք համարում ենք, որ մեր մտադրությունները, մեր նպատակները իրանք նեղ կուսակցական լինել չեն կարող։ Դա է պատճառը, որ մենք շարժման շրջանակներում փորձում ենք համախմբել եւ սահմանադրական են կոչել, որովհետեւ փոփոխությունները պիտի լինեն սահմանադրության մակարդակին պիտի լինեն։ Ամենակարևոր մենք առանձնացրել ենք, ունենք բազմաթիվ առաջարկներ, բայց առանձնացրել ենք 3-ը։ Շատ կարևոր է փոխել պետության կառավարման մոդելը, ստեղծել մի մոդել, որի պայմաններում մեկ անձը այլևս երբեք չի կարողանալու գալ ու զավթել ամբողջ իշխանությունը։ Մենք ունեցել ենք կառավարման տարբեր մոդելներ, բայց եթե ուրիշ երկրներում այդ մոդելները հաջողել են եւ շատ լավ կառավարվում են, շատ նորմալ աշխատում են, մեր պայմաններում կարողացել ենք տապալել բոլոր հայտնի ժողովրդավարական մոդելները։ Բոլորի պայմաններում եկել են ու զավթել են ամբողջ իշխանությունը դատարանից դատախազությունից մինչև ՀՄԵԿ ու կենտրոնական ընտրական հանձնաժողով, մնացածը էլ չեմ ասում, տեղական ինքնակառավարման մարմիններ։ Մենք առաջարկում ենք ստեղծել այնպիսի մոդել, որի պայմաններում արդարադատության համակարգի եւ սահմանադրական անկախություն ունեցող մարմինները կախված չեն լինի, նշանակումները այդտեղ կախված չեն լինի օրվա իշխանություններից, որպիսի գլխավոր դատախազը որևէ կերպ կախվածություն չունենա օրվա վարչապետից, որպիսի մենք չունենանք հակասահմանադրական գործողություններ վարչապետի եւ լռություն, տոտալ լռություն գլխավոր դատախազի։ Մենք պիտի ունենանք հակակոռուպցիոն մարմիններ, անկախ հակակոռուպցիոն մարմիններ, որոնք կապ չունեն վարչապետի հետ, որպիսի չլինի անիվ, որպիսի չլինեն այս չափի մեկ աղբյուրից գնումներ, տենդերների բարեկամների շահումներ ու հակակոռուպցիոն մարմինը ոչ լսել են, ոչ տեսել են, ոչ գիտեն, ոչ նախկիններով ազբաղվում։ Հա, նախկիններով եւ հոգեվորականներով եւ հոգեվորականների վրա բաներ հավաքելով, կոմպրոմատներ հավաքելով են զբաղվում։ Այսինքն, երբ որ դու ունենում ես անկախ արդարադատության համակարգի անկախություն, դու ապահովում ես ամբողջ համակարգի նորմալ աշխատանքը, դու կասեցնում ես կոռուպցիան, համագարկային կոռուպցիան, դու կարողանում ես կասեցնել
հակապետական գործողությունները, դու կարող ես կասեցնել մեկ հոգու կողմից հակասահմանադրական գործողությունները, ավելին մենք այդ մարմինը, որը որ ստեղծելու ենք պետական խորհուրդ կոչվելու եւ փոխարինելու են նախագահի ինստիտուտին, որովհետեւ նախագահի ինստիտուտը, չի աշխատում մեր մոտ ժողովուրդ, ինչ ասեմ։ Նախագահի ինստիտուտը, որը փոխարինվելու է պետական խորհրդով, որտեղ լինելու են 9 անձ, որոնք 3 տարի մեկ փոխվելու են ռոտացիայով, որոնք լինելու են անկուսակցական, լինելու են միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ ամենակարևորը այս պետխորհուրդը լինելու է, այսպես ասենք, տան մեծի կարգավիճակով լինելու եւ իրավունք ունենալու վետոներ նշանակել, վետոներ դնել վարչապետի որոշումների վրա։ Սա մի կողմից ապահովում է հասարակությանը, որ որևէ հակապետական գործողություններ չի իրականացնի վարչապետը, մյուս կողմից սա անվտանգության բարձիկ է նաև վարչապետի վրա։ Պատկերացնենք մի վարքյան, ով ուզում է լինի, կանոնազգանունը կապ չունի, վարչապետի վրա ճնշումներ են գործադրվում, չգիտեմ, կամպրոմատներով կամ ինչ-որ պատմություններով, ստիպում են դրսից ինչ-որ որոշում ստորագրել, որն անվտանգության բարձիկը, եթե ինքը մենակ է, այն համակարգն է, որը մենք ունենք հիմա, ոչ մի անվտանգության բարձիկ չկա։ Եթե գիտեն, որ կա պետական խորհուրդ, որը վետոյի իրավունք ունի իր որոշումների վրա, հետեւաբար այստեղ մենք անվտանգության բարձիկ ենք ստեղծում նաև վարչապետի համար։ Այսինքն մարդը հնարավորություն ունենում, ինչ էլ որ ստորագրի ցանկացած հակապետական գործողություն, հակահայկական, հակասահմանադրական, ինքը շատ արագ կասեցվելու է։ Պլյուս արտադրության համակարգը։ Որ ասացիք նախագահի ինստիտուտը չի աշխատում, վերջերս ուրեմն նշվում էր դեկտեմբերի 10-ը, հա, մարդու իրավունքների եւ այլն, նրանք հավաքվել էին, իշխանավորները խոսում էին, թե որքան լավ են մարդու իրավունքները պաշտպանվում Հայաստանում եւ նախագահը, ամենահետաքրքիրը, նախագահը հանդես է գալիս ճառով, որտեղ բացատրում է, թե կառավարությունը ինչ լավ է հետևում մարդու իրավունքներին։ Այսինքն նա կառավարության ներկայացուցիչն է, կառավարության խոսնակն է։ Ինչպես անել, որ այդ 9 հոգին չդառնան կառավարության խոսնակ դարձյալ, էլի։ Մենք հատուկ մեխանիզմ ենք մտածել նաև։ Մենք ուզում ենք, որ այդ թվում նաև սահմանադրության մեջ փոփոխության արդյունքում ստեղծել մի, ինստիտուտ ասելով, ոչ թե ուսումնական հաստատություն, այլ կառուցվածքային մի տեղ, որտեղ մենք կարողանալու ենք այդ թվում նաև հայկական էլիտան, ես վախենում եմ այս բառերը ասելուց, բայց դա իսկապես կարևոր է։ Մենք խնդիրներ ունեցանք նաև այն պատճառով, որ ունենք առանձին անհատներ, որոնք շատ գրագետ են, շատ պատրաստված են, շատ լավ որակի մարդիկ են, արժեհամակարգ կրող են, բայց որպես այդպիսին համակարգերում էլիտաներ չեն, ռազմական էլիտա չկարողացանք ձևավորել, ասեք, իրավապաշտպան ոլորտում չկարողացանք էլիտաներ ձևավորել, սա լրջագույն կրթության ոլորտում դրա համար էս խայտարակ վիճակում ունենք։ Ասելա թե այս ինստիտուտը պիտի ձևավորի մի կողմից մասնագետներ եւ էլիտաներ, մյուս կողմից անընդհատ վեր բարձրացնելով բերի հասցնի պետական խորհրդի համար մարդկանց, ովքեր որ պատրաստ կլինեն, զտված կլինեն, լուստրացված կլինեն, այս ամբողջ process-ը պիտի աշխատի շատ խիստ։ Եվ խորհրդում այ կոչվելու ինստիտուտը ազգային ինքնորոշման ինստիտուտ, ներողություն, ինքնորոշման ազգային ինստիտուտ։ Եվ ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը կարող են լինել տարբեր մարդիկ, բայց միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ անկուսակցական մարդիկ են, որ այդ խորհուրդը առաջարկելու է պետական խորհրդի որպես անդամներ։ Այնտեղ մի քիչ սքեման ավելի բարդ է ստացվում, բայց իսկապես դետալները շատ մտածված են։ Առաջին փուլում մենք առաջարկելու ենք տեխնացուներ, որոնք հասարակությունը կընտրի։ Այսինքն մենք ցանկով կառաջարկենք հասարակությանը մարդիկ, որոնցից հասարակությունը ինքը կընտրի, ընտրությունը կանի։ Հաջորդիվ արդեն փոփոխությունները գալու են ինստիտուցիոնալացվելու են։ Եվ դա այդ ամեն ինչը ինչու ենք սահմանադրական, որտեղ ամեն ինչը պիտի անի սահմանադրության փոփոխությամբ։ Սահմանադրությունը չի կարող փոխվել օտար երկրի, հակառակորդ երկրի պահանջներով եւ իրանց կետիկներով, հա, իրանց նշած, իրանց հաստատած կետերով, այդպես չի կարող լինել։ Սահմանադրությունը դա մեր ներքին, իսկապես ամենակարևոր փաստաթղթերից մեկն է։ Սա խաղի կանոններն է, որտեղ մենք բոլորս համաձայնվում ենք, թե ինչ խաղի կանոններով ենք խաղալու։ Եվ այս պայմաններում շատ կարևոր է, որ մենք սահմանադրությունը իսկապես գնալու ենք սահմանադրական փոփոխությունների, հասարակության առաջարկելու ենք փոփոխություններ, եւ այդ փոփոխությունների մեջ շատ կարևոր է հենց կառավարման մոդելը։ Մի բան էլ ավելացնեմ, շատերը խոսում են օրինակ տնտեսական փոփոխությունների, տնտեսական բարեփոխումներից կամ չգիտեմ ներդրումներից, չէ՞ պատմություններ։ Ժողովրդյան ներդրողներ են եղել Հայաստանում բիզնեսի մեջ,
այդ ներդրողները կալանավորված են, բիզնեսը խլված է, եթե չկա հստակ աշխատող համակարգ։ Ու որևէ նորմալ ու ողջամիտ adekvat մարդ չի գա ներդնի մեծ բիզնես, մեծ գումարներ չի ներդնի մի երկրում, որտեղ կարող են քեզ մի օրվա մեջ կալանավորել, քո բիզնեսն էլ քո ձեռից խլել ու դա դրա անունը դնել, թե այս ինչա ստրուկ է։ Այսօր այս երկրի հետ հաշ չեն, այս երկրի ստրուկներին են կալանավորում, վաղը մեկ ուրիշ թիրախ կգտնեն կամ ուրիշ պատճառ կգտնեն, կարևոր չի։ Հետևաբար արդարադատության համակարգի անկախությունը եւ կառավարման մոդելի փոփոխությունը ինքը իսկապես բերում է հնարավորություն, որ այդ թվում եւ հիմնականում հայ ազգի մեր սփյուռքահայերը կարողանան հանգիստ խղճով գալ, այստեղ ներդնել, ոչ թե նվերներ ուղարկել պետությանը, այլ ստեղծել հիմնարկներ, որոնք եւ իրենց եկամուտ կբերեն, եւ բարիք կբերեն Հայաստանապետությանը, եւ աշխատատեղ կստեղծեն, եւ այս ամեն ինչը կլինի ապահով պետական նոր մոդելի պայմաններում։ Եկեք պրակտիկորեն պատկերացնենք։ Լավագույն սահմանադրությունը ընդունվեց եւ ելի ձեր օրինակով ասեմ Նինա Կարապետյանցը դառնում է վարչապետ եւ հետո նրան դուր չի գալիս ինչ է Արամ Աբրահամյանը խոսում նա միած ստատուս է գրում ախ սրիկա հիմա ես քեզ ցույց կտամ եւ KGB-ն ոստիկանությունը չգիտեմ լցվում է իմ մոտ ինձ ձեռները ոլորում են տանում են ինչ պետք է անի պետությունը որպեսզի վարչապետը այդպեսին չլինի Իդեպ մենք թող ներեն ինձ գործընկերներ, եթե կան մարդիկ էլի որ նմանատիպ առաջարկներ արել են, բայց մենք երևի թե նախ առաջինն ենք եղել եւ ինձ թվում է դեռ միակն ենք, ով առաջարկում է, եթե գալ իշխանության, երբ որ գանք իշխանության, մեր իսկ կառավարման ժամանակաշրջանում կրճատենք վարչապետի լիազորությունները։ Այ գլխավոր դատախազին փոխանցել պետխորհրդին, դա հստակ լիազորությունների կրճատում է։ Այսինքն մեր առաջարկը չի կարող կախված լինել Նինան ուզում է, թե Նինան ինչ-որ բան չի ուզում։ Նինան գալատ անում, եւ Նինայի փոխարեն ցանկացած մեկը գալատ կանի, եթե կփորձի այդ process-ը իրականացնել, հակապետական, հակասահմանադրական գործողություններ իրականացնի, որովհետեւ դու ունենալու ես գլխավոր դատախազ, որը հստակ հակակոռուպցիոն համապատասխան մարմիններ, որոնք շատ հստակ գնահատելու են սա ազդեցություն, սա վարչապետի լիազորություններից բխող գործողություն եւ հրահանգ կամ միջամտություն է, թե չէ։ Իսկ հիմա կան շատ հստակ, էլի, այս աստիճան հակասահմանադրական գործողություն երևի ոչ մի իշխանություն չի արել։ Բայց որևէ արձագանք չկա։ Ժողովրդավարության բաստիոնում ընդհանրապես ոչ մի արձագանք չկա։ Վերջին հարցը թերևս դուք ասացիք որ կուսակցություն չեք պատրաստում դառնալ, բայց որպես շարժում մասնակցելու եք ընտրություններին այլ կուսակցությունների հետ, թե որպես հենց նժար շարժում։ Մեր համակարգը պարտադրում ընտրություններին մասնակցելու համար լինել կամ կուսակցություն կամ դաշինք, հետեւաբար մենք նախընտրում ենք դաշինքի տարբերակ, այսինքն մեր ամբողջ տրամաբանությունը հենց դրա մեջ էր, որ մենք ուզում ենք ստեղծել դաշինք այն ուժերի, որոնք որ կիսում են մեր տեսակետները։ Իդեպ բացի պետական խորհրդից մենք ունենք դեպս երկու հիմնական կարևոր թեզ կետ, որոնք պարտադիր են մեզ համար, դա համապարփական վտանգային համակարգի ներդրումն է Ֆինլանդիայի օրինակով, որը իսկապես բացառիկ կարևորություն ունի մեր անվտանգությունը ապահովելու, եւ վերջապես թվային կամ ընդունված ասել, բայց ճիշտ ասել թվանշային պետությունը, որի պայմաններում մենք կարողանանք այդ թվում նաև մեր թվային անվտանգությունը ապահովել, որտեղ ամբողջ աշխարհը գնում է թվայնացման։ Եվ եթե մենք չունեցանք մեր նվազագույն այդ շեմը պաշտպանվածության, ինքնուրույնության, սուվերենության, թվային սուվերենության հիմքերը չդրեցինք, մենք դառնալու ենք, ընկնելու ենք այս անգամ էլ թվային ստրկության մեջ։ Մենք կարող ենք ստեղծել մերը թվաստրուկ Հիմա լինելու ենք թվաստրուկ, եթերում ասում են նոր բառ հորինեցինք։ Այսինքն այդ երեք խնդիրներն են՝ պետական պետության կառավարման համակարգի փոփոխություն, անվտանգության համակարգի ներդրումը եւ թվանշային պետության կարևորագույն էլեմենտները։ Այս երեքը միաժամանակ ամբողջը անվտանգության մասին են եւ այն խմբերը, թիմերը, ում հետ մենք խոսել ենք, ճնշող մեծամասնություն իսկապես եւ գիտակցում են եւ ընդունում են եւ կիսում են մեր տեսակետը։ Հիմա զուտ տեխնիկական ինձ թվում է այդ բանակցությունների մասն է ընթանում, ինչպես եւ բոլորը կարծում եմ քննարկումները շարունակվում են, անուններ դեռ տալ չեմ կարող, բայց իսկապես շատ մեծ թվով մարդիկ կան, ովքեր համաձայն են մի պահ, այսպես հայացքները տարբերվող հայացքները մի կողմ դնել, մի պահ եւ շարունակել այ պետականության կայունության հարցերը լուծել։ Եվ կարծում եմ, որ սա մեզ հաջողվելու է, որովհետեւ իսկապես գիտակցողների թիվը
իսկապես շատ է։ Տպավորություն կա, որ Նիկոլ Փաշինյանը ունի մեծ թվով աջակիցներ, իրանք ուղղակի փոքր եւ շատ ագրեսիվ խումբ են, որոնք կարողանում են ծածկել ամբողջ դաշտը, որովհետեւ ես չգիտեմ, են հիմա մի 15 միլիոն էլ գումար են տալու իրանց իբր ռուսա ստրուկների դեմ պայքարելու, պատկերացնում եք մի քիչ էլ փող են վրան ավելացնելու, ես չգիտեմ տակից ոնց են դուրս գալու, մենք ոնց են կարողանալու ընդդիմանալ այս process-ին կամ համարժեք հասարակության ինչ-որ բան առաջարկելու, բայց վստահ եմ, որ մեր վճռականությունը իսկապես շատ ուժեղ է եւ նպատակն էլ շատ հրաշալի նպատակ է, վերջապես ստեղծել առողջ իրավական պետություն եւ մենք դա անելու ենք։ Շնորհակալություն հետաքրքրի համար։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես խոսում եմ նժար համադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցի հետ։